Հունիսի 14-ի ուժեղ քամու եւ կարկտախառն անձրևների հետևանքները Գյումրիում, Արտիկում եւ Ախուրյանում դեռ ամբողջովին վերացված չեն։ Վնասների մասին ամենաշատ ահազանգերը մարզպետի աշխատակազմը այս համայնքներից է ստացել, բայց վնասների չափերի մասին 10 օր անց դեռ վերջնական տվյալներ չունեն։ Տուժած տնտեսություններից դեռ դիմումներ են ստանում։ Այս պահի դերությամբ կարելի ասել 80%-ով ավարտվել է։ Այսօր վաղը երևի վաղը ամբողջությամբ կամփոփվի, ընդանուր կոնկրետ թվային տվյալներ չեմ կարող ասել, որովհետև փոփոխման ենթակա են, այդ տվյալները համայնքներից ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե տվյալները փոփոխվում են։ Մինչ օրս տվյալներ ու դիմումներ ընդունում է նաև Գյումրիի քաղաքապետարանը։ Հանձնաժողովին բնակիչները հայտնում են շենքերին, սեփական տներին, նույնիսկ տնակներին հասցված վնասների մասին։ Մինչ օրս ուսումնասիրվել եւ գնահատվել է քամուց եւ անձրևից տուժած 42 դեպք։ Հենց այսօր ատորության առավոտյան մենք 17 հասցե ենք տրամադրել մեր հանձնաժողովին, որոնք դուրս են եկել տեղերում ուսումնասիրություն կատարելու, գնահատելու ուրեմն պատճառած վնասի չափը։ Քաղաքապետարանում եւ մարզպետարանում աշխատող առանձին հանձնաժողովներին բազմապնակելիների վնասների մասին տվյալները փոխանցում են համատիրությունները։ Փոխհատուցման թե աջակցության սպասելիս իրենց ուժերով են արձագանքում բնակիչների ահազանգերին։ Իր սպասարկման տիրույթում ամենաշատ շենքերը, այդ թվում հին բնակ ֆոնդի ունի Գյումրի կենտրոն համատիրությունը։ Հունիսի 14-ից մինչև հիմա համատիրությունն արդեն 24 շենքի վնասված կտուր է վերանորոգել։ Ուժեղ քամին 50-ից ավելի հին շենքերի տանիքներ է մասնակի պոկել վնասել դիտեղյաց ծածկեր։ Տեղեր կա շատ, տեղեր կա քիչ, տեղեր կա անմիջապես վերացվող, այսինքն մի քանի քառակուսի մետր, 6, 12, 15, 20 եւ այլն։ Այդ փոքր հատվածները մենք մեր ուժերով վերացրել ենք ու շարունակենք ուսումնասիրություններ են շարունակվում, բայց ունենք շենքեր, որոնց վնասները շատ են ու մեր ուժերով երևի ասենք շատ երկար տև է այդ վնասի վերացնելու խնդիրը, ֆինանսական միջոցներ է կապված։ Ներկայացրել ենք համայնքին ներկայացրել ենք մեր ունեցած այդ խնդիրների վերաբերյալ տեղեկանք, սպասենք տեսնենք թե ինչ տեղի կունենա։ Վնասները միայն շենքերում ու սեփական տներում չեն, Գյումրիում, Արտիկում եւ Ախուրյանում տպրոցներում անկապարտեզների տանիքներ են տուժել, որոնց հետ համատիրությունները գործ չունեն։ Կրթական այս հաստատությունները ստիպված են սպասել այնքան, մինչև վերջնական հստակեցումներ կլինեն մարզում կրած վնասների չափերի մասին։ Մեկ ամսյա ժամկետ է դրված բոլոր հաշվարկները միջգերատեսչական մարմիններ ներկայացնելու համար, որից հետո կառավարությունն է որոշում կայացնում, թե փոխհատուցման կամ աջակցության ինչպիսի տարբերակ է գործելու։ Այս պահի դերությամբ այդ գործող կարգով միայն նախատեսվում է վնասների գույքագրում, բայց փոխհատուցում չի նախատեսվում, բայց հիմա նոր կառավարության որոշումը շրջանառության մեջ է մտել, փոփոխություն է կատարվում, այսուհետ իրականացվելու է վնասի գույքագրում եւ փոխհատուցում։ Քամուց վնասված տանիքների նորոգման փոխհատուցման չափը հաշվարկելիս հանձնաժողովն առաջարկում է հիմնականում հին բնակ ֆոնդի շենքերի դեպքում հաշվի առնել կտուրների մաշվածությունն ըստ աշխատանքների ծավալի, քանի որ մասնակի փոքր մասշտաբի վերանորոգումները գործին օգուտ հազիվ թե տան։ Բայց պատկերացնում եք, որ բարձրանաց այդ կդուրի վրա եւ վերանորոգես կդուրը, անպայման կողքերից հին կդուրները ազբոշիֆերներ կկոդորվի, այնտեղ ուրեմն մեդալական թիթեղները պատասխանեն, այսինքն դա պիտի անպայման մենք նկատի ունենք, պլյուս դրան կատարվող աշխատանքները սովորաբար երբ որ նյութի արժեքի նկատմամբ պետք է առնվազն մոտ 60-65% ավելացնել, որպեսզի կարողանաս կատարողական ակտ ստանալ, այսինքն աշխատանք կատարես։ Մեր ունեցած շենքերը բազմապնույթ են։ 1896 թվականի շենքեր կան 1925 թվականի կառուցված շենքեր, 1936 թվականի Գյումրի քաղաքի կառուցապատման հետ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման ճանապարհին կառուցվել են նաև բնակարանային ֆոնդ եւ կան պատերազմից հետո կառուցված 60-ականների, 70-ականներին հետ երկրաշարժա բոլորը ունեն իրենց առանձնահատուկ մոդեցման ձևը։ Մենք այս նմանատիպ դեպքերում մենք հաշվի չենք առնում, բնակիչները վճարող են, վճարող չեն, պարտքեր ունեն, բայց մեկ է ներկայացրել ենք այդ խնդիրը։ Ու նորից եւ հերթական հորդառատ անձրևներից հետո Գյումրիի մի շարք փողոցներ ջրի տակ են անցնում։
Ողողում հարակից տներն ու այլ շինությունները։ Հեղեղումների հիմնական պատճառը կոմունալ հարցերով փորձագետը պաշտոնավարման տարիներով ու փորձով է համոզում, թե քաղաքի ջրահեռացման համակարգը շատ տեղերում չի գործում կամ ընդհանրապես չկա։ Մեծամասամբ ունեն ջրահեռացման համակարգ, բայց ունեն նաև այնպիսի փողոցներ, որ հիմնանորոգում են փողոցը, բայց ուրեմն փողոցից դուրս եկած այդ ուրեմն անձրևաջրերի կորվածանց հարակից տարածքներում չկա, որտեղ միացնենք, միացման տեղ է հարկավոր։ Այդ իսկ պատճառով մենք ցկտում ենք ուրեմն հատկապես ենթադրենք Շիրակացի փողոցը մի քանի տեղով մենք պիտի անպայման կարողանանք ջրահեռացում իրականացնել դեպի Գյումրի Կեդակ։ Մեծաչափ կարկտից տուժած ցանքատարածքների վնասների հաշվարկները եւս ուշանում են։ Մարզպետարանի հանձնաժողովը դրանք կավարտի մինչև շաբաթվա վերջ։ Բերքին հատկապես հացահատիկային մշակաբույսերի վնասվածությունը տեղ-տեղ որոշ ցանքերում կազմում է 80%։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։